Սևանի ափին ծանր տեխնիկան քանդում և հողին է հավասարեցնում գործարար Արման Հակոբյանյանի շքեղ առանձնատան լողավազանը, որը սնվում է հենց Սևանա լճից։ Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբյանյանի որդուն Արման Հակոբյանյանին պատկանող առանձնատան լողավազանը գրեթե 2-3 օր է ինչ ապամոնտաժվում է։ Ապամոնտաժումն իրականացվում է Սևան ազգային պարկի կողմից, քանի որ այն կառուցվել է մի շարք խախտումներով։ Այն բացվում է հենց լճի մեջ, իսկ լողավազանի ջուրն օգտագործվում է հենց լճի ջուրը։ Հիշեցնենք, որ Արման Հակոբյանյանի առանձնատունը կառուցվում էր առանց պարտադիր բնապահպանական փորձաքննության։ 2021-ին սակայն ՇՄԱԿ փորձաքննության դրական եզրակացություն է ստացել և Սևանի ափին մեկ առանձնատան փոխարեն կառուցել է 2 առանձնատուն ըստ հետքի։ Հակոբյանյանի առաջին հայացքից թանկարժեք թվացող լողավազանների քանդման համար հատկացվել է 3 տեխնիկա։ Արմնուրեմի տեսախցիկը ֆիքսել է, որ տարածքը հսկում էին նաև էկոպարեկները, ցամաքում տեխնիկայի կողքին կանգնած, իսկ ջրում շրջում էին նավակներով։ ՇՄԱԳ-ի նախագծում Արման Հակոբյանյանը կցել է կառուցապատման ընդամենը 1 հատակագիծ՝ տարածքում 1 լողավազան կառուցելու։ Սակայն 2 լողավազան է առկա, որոնցից մեկը քարետան դիմաց է, իսկ մյուսը հենց լճի մեջ ձկնարտադրության նպատակով։ Լճի մեջ կառուցված լողավազանի հարակից հատվածները քարապատ կամ բետոնապատ են, որոնք էլ հենց քանդվում են։ Հիշեցնենք, որ Հակոբյանյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Գեղարքունիքի նախկին մարզպետ Գնել Սանոսյանի հետ, ով հիմա Ամուլսարի միայն թղթի վրա գոյություն ունեցող հանքավայրում է բարձր աշխատավարձով աշխատում։ Այսօր Արմնուրին հենց դեպքի վայրում պատմեցին, որ Հակոբյանյանից շատ այս տարածքում խնջույքներ, հյուրասիրություններ է կազմակերպել հենց Գնել Սանոսյանը։ Հիմա նա չկա, չի այցելել տեսնելու, թե ինչպես են քանդում իր օրոք կառուցված շինությունները։ Արմնուրին գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականին հայտարարել էր, որ դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները։ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրված միջնորդագրերի արդյունքում այս պահի դրությամբ Սևանա լճի ափամերձ բացարձակ նիշից ցածր տարբեր անձանց պատկանող 10 հողամասերում ապամոնտաժվել են ապօրինի կառուցված հիմնական և ոչ հիմնական շուրջ 20 շենք-շինություններ։ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի կողմից լուծվել 2 պայմանագիր։ Վերջում հատուկ շեշտենք, որ Սևանա լճի տարածքում առկա են 3800 ապօրինի կամ քանդման ենթակա շենք-շինություններ, որոնց մասին գրել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան օրաթերթը, սակայն դեռ 2 քանդում ենք արձանագրել՝ Սասուն Միքայելյանի կիսաքանդ տնակները և Հակոբյանյանի լողավազանն ու հարակից պատերը։